Brush your teeth, անասուն։ Այսպես կատակելով են բժիշկն ու պացիենտը խոսում արված գործից հետո։ Մինչև Հայաստան գալը Ալեքսանդր Լիբը խուսափում էր անգամ ժպտալուց։ Այո, ես իմ հոլիվուդյան ժպիտը այստեղ ձեռք բերեցի։ It's not normal steel. I don't think it's a truck at all. Հոլիվուդյան բլոկբաստեր տրանսֆորմերներ բնաջնջման դարաշրջան ֆիլմում խաղացած դերասանին ամերիկացի ստոմատոլոգները հուսահատության շեմին էին հասցրել։ Լիբին անհրաժեշտ էր անհապաղ ատամնաբուժական վիրահատություն։ Ամերիկայում իսկական կրիմինալի է վերածվել ատամնաբուժական ծառայությունը, բավական չէ անորակ է մի բան էլ անհավանական բարձր գներ են, ես գրեթե ատամ չունեի, իմպլանտներ պետք է դրվեին, բայց ամերիկացի բժիշկները հրաժարվեցին անել վիրահատությունը, անհույս վիճակ էր։ Օգնության հասավ հայուհի կինը Ալեքսանդր Լիբին նաև համացանցը հուշեց Հայաստանը ատամնաբուժական բարձր սպասարկում մատուցող երկրներից է, այդպես նա հայտնվեց բժիշկ Կարեն Գրիգորյանի ատամնաբուժական աթոռին։ Փորձում ենք զարգացնել բժշկական туриզմը կամ ստոմատոլոգիական туриզմը, այստեղ շատ մեծ պոտենցիալ կա։ Բուժական ու մասնավորապես ստոմատոլոգիական туриզմը Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերից է։ Վերջին տարիներին ոչ միայն սփյուռքահայերն են հայրենիքում փնտրում որակյալ բուժ սպասարկում, հայկական ատամնաբուժության համբավը հասել է նաև Հոլիվուդ։ Հայաստանում արդեն գործում են ստոմատոլոգիական կլինիկաներ, որոնք որ իրենց մակարդակով չեն զիջում ամենախստապահանջ եվրոպական, ամերիկյան չափանիշներին։ Ավելի քան 40 ֆիլմերում նկարահանված Ալեքսանդր Լիբը Հայաստանից հեռանում է լայն եւ սպիտակափայլ ժպիտով, որը ոչ միայն լավ ատամնաբուժի աշխատանքի վկայությունն է, այլև արևի երկրից ու մարդկանցից ստացած էներգիային։ Անի Հակոբյան, Արմեն Շահոյան, ժամը լրատվական։